Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուր հայությունը ջահերով երթ է անցկացնում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի համար։ Ավանդույթ դարձած ջահերթը Նինոցմինդայում կազմակերպվում է Ջավախքի զորիզորյան երիտասարդական և պատանեկան միությունների կողմից։ Երեկոյան Նինոցմինդայի կրթամշակութային երիտասարդական կենտրոնից երիտասարդները ճանաչման և դատապարտման պաստառներով շարժվեցին դեպի Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին եկեղեցում Սարգսավագ Աթանաս Կիրակոսյանն ընթերցեց հիշատակի աղոթք, որի ընթացքում ներկաներն իրենց հոգևոր միասնությամբ ոգեկոչեցին 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ինչպես գիտենք, այսօր ամբողջ տեսանյութերը նվիրված է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նվիրված։ Կցանկանայի մեր ժողովրդից, որ այս տեսնելով հիշեն, որ նրանք էլ այս ազգի մի մասնիկն են և նրանց ներկայությունը անպայման շատ կարևոր է։ Հակառակ թուրքերի ցանկության մենք պետք է սիրենք մեկս մեկիս, հարգենք և ավելի հզորանանք։ Աղոթքից հետո տրոփյուն սրտերով և դատապարտման կոչերով մասնակիցները ջահերով քայլեր իրականացրին, ուղղվելով դեպի մշակույթի տուն, որի բակում տեղադրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշաքարը։ Այստեղ հուշաքարի առջև հնչեցին հարգանքի և հիշողության, ճանաչման և հատուցման խոսքեր։ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հայացյաց քաղաքականության ցեղասպանական սամրկեցուցիչ գործողությունների հետքերը վերացնելու նպատակով այսօր պահանջում են հայոց ցեղասպանության ուրացումն ու նսեմացումը։ Ողակալությամբ չենք մթագնել հայու ոգին, այլ դարձրել են առավել աննահանջ, ճշմարտության համար արդար, պայքարի ճանապարհին։ Ցեղասպանական վրեժի զգացողությունը հայ մարդուն հանգիստ չի տալիս, այլ մղում է առավել վճռական քայլերին։ Մեր պահանջատիրական պայքարը տարեցտարի ուժեղանում է ու նոր թափ է առնելու, որը վկայում է այն մեծ իրողության, որ սերունդները չեն մոռացել, չեն լռել, չեն լռում և պայքարելու են մինչև հասնեն արդարության հաղթանակին։ Թշնամու նպատակը նույնն է՝ վերցնել հայի և հայկականը, իսկ մեր նպատակն անփոփոխ՝ ճանաչում, դատապարտում, հատուցում, մի լռիր, մի ուրացիր, տեր կանգնիր հայրենիքին, պայքարիր արդարության համար։ Պայքարել արդարության համար։ Ուրեմն այսօր ապրիլի 24-ն է, հայոց Մեծ Եղեռնի 110-րդ ամյակն է։ Նինոցմինդա քաղաքում ծաղիկներ խոնարհվեցին զոհերի հիշատակին և երիտասարդների կողմից կատարվեց ջահերով երթ։ Եվ մենք միշտ հիշում ենք և պահանջում ենք։ Եվ մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ազգի մեջ լինի խաղաղություն։ Պատերազմներին վերջ տան, ցեղասպանություններին վերջ տան, դրանով ոչ մի լավ բանի չեն հասնի ժողովուրդը։ Մեր կոչն է այսօր, որպեսզի
յուրաքանչյուր մարդ մտածե, որ այսօր պետք է ինչ-որ մի լավ բան անի, ոչ թե ասենք ձգտի պատերազմի, ձգտի ցեղասպանության։ Քանի որ ունենք մանուկներ, որ պետք է մեծանան խաղաղ երկնքի տակ։ Մռայլ եւ անձրևոտ եղանակն անգամ չխանգարեց երիտասարդներին անցկացնել ջահերով երթը։ Այս միջոցառումը դարձավ ոչ միայն ցավալի անցյալի հիշեցում, այլև միասնականության, ազգային հիշողության ու արդարության ձգտման խորհրդանշական դրսևորում։ Արտուցում!